Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի մայիս ամսվա տարոք անխատեսումը այծեղջյուր նշանի համար։ Հինգական քարտով ամսվա կարևոր իրադարձություններն ենք նայելու, այնուհետև մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիան անպայման բոլորը իրենց կյանքում զգալու են, բայց դա կլինի տարբեր դրսևորումներով և տարբեր ոլորտներում։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական տարոք անխատեսում, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով։ Այսպիսով, սիրելի ընկերներ, ամբողջ ամսվա ընթացքում ձեր ֆինանսական դրությունը ստաբիլ կլինի, կամ մինչ այս եթե ինչ-որ անստաբիլ իրավիճակներ են եղել, արդեն այս ամսում կկարգավորվի և դուք վերջապես կզգաք ձեզ ֆինանսապես անկախ, ֆինանսապես կայուն, փողը կլինի իր տեղին։ Որևէ կին, ով ծնված է ջրի տարերքի ներքո, դա է խեցգետին, ձկներ կամ կարիճ, ինչ որ դեր կունենա ձեր կյանքում։ Այս կինը կարող է լինել թե ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը, թե շրջապատից որևէ մեկը, ինչպես նաև կարող է լինել նոր ծանոթություն տվյալ կնոջ հետ։ Շատ այծեղջյուրներ նոր սկիզբ կունենան այս ամսում, թե որ ոլորտում կլինի այս սկիզբը, արդեն ամեն մեկը մի ձև կզգա, բայց նոր սկիզբ է ձեզ սպասվում, գուցե նոր աշխատանք, նոր հարաբերություններ, նոր բնակության վայր, նոր պաշտոն, մի խոսքով, այստեղ էներգիան նորն է, այսինքն նոր բան կգա ձեր կյանք։ Շատերը կսկսեն ավելի լայնամասշտաբ մտածել այս ամսվանից սկսած, կարծես գուցե մինչ այս օրինակ մի եկամտի աղբյուր ունեիք, արդեն մտածեք ևս մեկ ուղղությամբ գումար աշխատելու, կամ մի ուղղությամբ եք առհասարակ մտածում, արդեն ավելի լայն սկսեք մտածել, կապ չունի որ ոլորտում կլինի, հենց իմաստը նա է, որ ավելի լայնամասշտաբ կսկսեք մտածել և գործել։ Եվ ամիսը ձեզ համար կավարտվի ինչ որ առաջարկությամբ, այն կարող է լինել նոր սկիզբ, խոսքը վերաբերվում է օրինակ նոր սկիզբ, նոր հարաբերություններ, օրինակ նոր գուցե հարսանիք, ամուսնության առաջարկ, կամ ուղղակի նոր սկիզբ, որը ձեզ համար շատ հաճելի կլինի, ձեր ուզածով կլինի, կարծես այն ինչը ձեր սրտի խորքում ուզում եք, այստեղ հարցը գումարին չի վերաբերում, կարող է այն վերաբերվի աշխատանքին, բայց ոչ թե դուք մտածեք այդ աշխատանքում գումարը ձեզ համար կարևոր լինի, այլ ձեր ուզած, ձեզ համար ներդաշնակ աշխատանք լինի, օրինակ, իհարկե ոլորտները տարբեր են լինելու, բայց ինչ որ նոր սկիզբ կունենաք, որը ձեր ուզածով կլինի, կարծես ձեր սիրտը արդեն ձեր հոգին հանգիստ կլինի այն ստանալուց հետո։ Այժմ անցնենք նորալուսնի և լիալուսնի մասին։ Լիալուսին ենք ունենալու առաջինը, որը կլինի ամսի 12-ին, մի քանի օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է թողնելու։ Այս ժամանակահատվածում, սիրելիներս, դուք կգտնվեք սպասողական իրավիճակում, կարծես անկախ ինչքան էլ ուժ չգործադրեք, ինչ որ մի բան դեռևս ձեզ համար պարզ չի լինելու, դեռևս լուծում չի ունենալու, պետք է սպասեք, կարծում եմ մոտ 2 շաբաթ, այնուհետև ձեր մտածածը կարող եք իրագործել։ Ինչ-ինչ պատճառներով կարծես ձեր ձեռքերն ու ոտքերը կապված կլինեն, չեք կարող ինչ որ գործողություններ կատարել։ Եվ նորալուսինը կլինի ամսի 27-ին, որը մի 2 օր առաջ, մի 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կարող է թողնել մինչև հաջորդ ամսվա սկիզբ, այստեղ ձեզ սպասվում է օգնություն։ Իմաստը օգնությունն է, թե որ ոլորտում կլինի, ամեն մեկը մի ձև կզգա։ Դա կարող է լինել ֆինանսական օգնություն, օրինակ գուցե ձեզ օգնեն, օրինակ երեխաներին պահեն, դուք կարողանաք ինչ որ մի տեղ գնալ, չէ՞ որ դա ևս համարվում է օգնություն։ Մի խոսքով, օգնություն բոլորը կստանան, թե որ ոլորտում կլինի, արդեն ամեն մեկը իր կյանքում մի ձևով այն կզգա։ Այսքանը սիրելի այծեղջյուրներ, կապված մայիս ամսվա հետ, շուտով կհանդիպենք, ցտեսություն։